Հոկտեմբերի 1-ին մեկնարկեց Ծիրանի ծառ էթնոգրաֆիկ ֆիլմերի միջազգային երկրորդ կինոփառատոնը։ Այս տարի փառատոնի շրջանակում վավերագրական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Գյումրիում և Ուջանում։ Փառատոնի նպատակն է լայն հանրությանը ծանոթացնել մեծ ու փոքր ժողովուրդների սովորույթներին և ավանդույթներին, ժողովրդական արվեստին ու արհեստներին և հետաքրքրել երիտասարդ հայ կինոգործիչներին ազգագրական և մարդաբանական նյութով, խթանելով նրանց որոնումներն այս ուղղությամբ։ Որոշեցինք, որ ամենահետաքրքիրը այսօր և ակտուալը Հայաստանում դա էթնոգրաֆիայի և անթրոպոլոգիայի թեման է։ Կյանքի ոլորտներին նվիրված ֆիլմերն են, որ նախ հայ հանդիսատեսին կարող են ամբողջ աշխարհի նիստ ու կացին ծանոթացնել ժողովուրդների տարբեր ոնց են ապրում, ինչ են, ում են հավատում, ոնց են Տարի ավելի նեղ էր շրջանակները, թե մասնակիցների, թե մեր բանի, այս տարի և կինո Մոսկվան ներգրավեցինք և կինոյի միությունը, իդեմս Մալանի թատրոնի, դժբախտաբար պիտի ասեմ, որ հանդիսատեսը շատ չկա այդպես հետաքրքրություն, որ ինչը շատ տխուր է, որտեղ սա ցուցանիշ է մակարդակի մասին, ամեն օր միջազգային կինոփառատոն չի լինում Հայաստանում, պարզ է, որ դոկումենտալ կինոյի հանդեպ հետաքրքրությունը ավելի քիչ է և սա էլ շատ տխուր է, որտեղ խաղարկային կինոն այսօր հիմնականում, չեմ ասում ամբողջը, բայց հիմնականում դարել է ժամանցի, այսպես կրկեսի կողքը մի բան է և մարդիկ դրան են ավելի ձգտում, իսկ վավերագրական ֆիլմը շատ ավելի ինտելեկտուալ է, շատ ավելի խորն է, ավելի հետաքրքիր է իր ամեն ինչով, թե գեղարվեստական լուծումների իմաստով, թե բովանդակության իմաստով, դժբախտաբար հետաքրքրությունը փոքր է։ Կինոփառատոնի շրջանակում կազմակերպվում է գիտաժողով, Ծիրանի ծառը չունի կարմիր գորգեր և շքեղ արարողություններ, իսկ ժյուրիում ընդամենը 3-ն են։ Մեր նպատակներից մեկն է, որ սա լինի պրոֆեսիոնալների ավելի շատ հավաքատեղ, որ մարդիկ իրար ճանաչեն, իրար հետ շփվեն, սա կարևոր է, ամեն ստեղծագործողի համար կարևոր է և այդպիսի մի կետ, եթե լինի մեր փառատոնը, շատ լավ է։ Ծիրանի ծառն ունի 2 մրցութային ծրագիր՝ 30 րոպե և ավելին լայնամետրաժ ֆիլմերի համար և 30 րոպեից պակաս կարճամետրաժ ֆիլմերի համար։ Կա նաև արտամրցութային ծրագիր, որի շրջանակում ցուցադրվում են փառատոնի խորագրին համահունչ հատկանշական ֆիլմեր։ Դոկումենտальное кино, я всегда говорю, это последний рубеж. Վավերագրական կինոն իրական գեղարվեստական կինոյի սահմանաբաժանն է։ Ես միշտ հումորով եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր կինոն կիսում են վավերագրականի և գեղարվեստականի, որովհետև գեղարվեստականությունն այսօր միայն վավերագրական կինոյում է պահպանվել։ Փառք Աստծո, որ այն դեռևս պրոդյուսերական չի դարձել, այն դեռևս ստեղծվում է նվիրյալների ուժերով, որոնք շահույթի համար չեն աշխատում։ Վավերագրական կինոն շատ հարուստ է, բազմաթիվ ժանրեր ունի, որոնք հանդիսատեսը ցավոք չի տարբերում։ Հեռուստատեսությունը բնավ չի մատուցում վավերագրական կինոն իր ամբողջ հարստությամբ։ Ազգագրական կինոն գիտելիք ձեռք բերելու, նոր հարցեր բացահայտելու հրաշալի միջոց է, և ես կուզենայի, որ այն ավելի լայն հանդիսատեսի արժանանար։ Փառատոնի կազմակերպիչ ռեժիսոր Գարեգին Զաքոյանն ասում է, որ այս տարի ֆիլմերի ընտրությունը չափազանց խիստ է եղել և բոլոր ընդգրկված ֆիլմերը արժանի են մրցանակների։ 34 վավերագրական ֆիլմ կարելի է դիտել մինչև հոկտեմբերի 5-ը Երևանում, Մոսկվա կինոթատրոնում, Մայլյան թատրոնում և Ռուս-հայկական սլավոնական համալսարանում, Գյումրիում հոկտեմբեր կինոթատրոնում։ Ուջանում առայժմ միայն 1 ֆիլմ կցուցադրվի Գյուղապետարանի շենքում։